Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1437-րդ օրն է։ Թուրքիայում նավթավերամշակման գործարանում, որը նախկինում վերամշակում էր ռուսական նավթը, պայթյուն է տեղի ունեցել։ Ընդհանրապես թուրքական նավթավերամշակման գործարանները հիմա եվրոպական սանկցիաների ֆոնին մեծ խնդիրների առաջ են։ Տեսնենք ինչպես են փորձել լուծել։ Ամերիկան պայմանագիր է կնքել Ուկրաինայի F-16 կործանիչների սպասարկման համար, իսկ Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև, հավելելով, եթե համարձակվի։ Թրամփը ասում է, թե Պուտինի հետ պայմանավորվել է մեկ շաբաթյա զինադադարի շուրջ, բայց Պուտինի կողմից դուրս եկավ նրա բեղավոր քարտուղարը ու ասաց միայն մինչև փետրվարի 1-ը, դա կապված է փետրվարի 1-ին բանակցությունների հետ։ Թրամփը կրկին չափազանցրեց իր գործունեությունը եւ անմիջապես սառը ցնցող ստացավ ռուսական կողմից։ Բացի այդ, Ռուսաստանը ուժեղացրել է Ուկրաինայի լոգիստիկայի գնդակոծությունները, թիրախավորվում են տրանսպորտն ու մարդատար ավտոբուսները, ֆաշիստական Ռուսաստանի ձեռագիրն է։ Ուկրաինական զորքերը Թշնամուն զրկում են կարևոր տեխնիկայից եւ կրկին ավելի քան 1000 օկուպանտ է լիկվիդացվել 3, ու մինչ Ուկրաինայում Թրամփը փորձում է գոնե մի քանի օրվա զինադադարի հասնել, Ռոյթերը հաղորդում է, որ ամերիկյան առաջնորդը դիտարկում է Իրանին հարվածելու տարբերակները, որոնք Սպիտակ տան մտահղացմամբ կարող են խթանել բողոքի ցույցերն ու հանգեցնել իշխանափոխությանը։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, Թրամփը պատրաստում է կետային հարվածների սցենար Իրանի ղեկավարության դեմ, իրանցիներին ռեժիմը տապալելու համար ոգեշնչելու նպատակով, սակայն Իրանով զբաղված լինելը չխանգարեց Թրամփին նոր վերջնագիր ներկայացնել Կանադային։ Այս ընթացքում Եվրամիությունը պաշտոնապես սահմանափակել է ֆինանսական գործառնությունները Ռուսաստանի հետ։ Ռուսաստանին Եվրամիության սև ցուցակում ներառելու որոշումը պաշտոնապես ուժի մեջ է մտել հունվարի 29-ին։ Ռուսաստանը ճանաչվել է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկ ունեցող երկիր։ Այսուհետ Եվրոպական միության բոլոր ֆինանսական հաստատությունները պարտավոր են առավել խստորեն ստուգել ռուսական ընկերությունների եւ ֆիզիկական անձանց հետ կապերի բոլոր գործարքները։ Եվրոպական միությունը պատրաստվում է վճռական հարված հասցնել Պուտինի ստվերային նավատորմին Մոսկվայի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթում, որի վրա այժմ աշխատում են եվրոպացիները, կարող են ներառվել Ռուսաստանին ծովային ծառայություններ մատուցելու ամբողջական արգելքը։ Այս մասին գրում են լրատվամիջոցները, հղում անելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությանը։ Նավթային պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարը նոր մակարդակի է անցնում։ Եվրամիությունը մտադիր է, որ ոչ միայն սահմանափակել, այլև փաստացի կաթվածահար անել ռուսական ստվերային տանկերների աշխատանքը։ Կարծես թե Պուտինը բոլոր բնակավայրերի հետ, որտեղ կա Կուպյանսկ բառը, անհաջողություններ ունի։ Ռուսաստանում շոկի մեջ են Կուպյանսկ ուզլավոյից ուկրաինացի սպայի փոխանցած, այսպես ասած, ողջույնից, որ մենք նույնպես տեղադրել ենք մեր Telegram-յան ալիքում, հենց այն Կուպյանսկ ուզլավոյից, որը օրերս Գերասիմովը հայտարարել էր, թե իբր զավթված է, իսկ ուկրաինական սպայի ողջույնը ցույց էր տալիս, որ բնակավայրում մերոնք են եւ որևիցե ռազմական գործունեություն չկա եւ նույնիսկ առանց զրահաբաճկոնի էր զբոսնում Կուպյանսկ ուզլավոյի փողոցներում։ Գերմանիան ազդարարել է Ուկրաինային այրիստի հոբ լրացուցիչ համակարգերի շուտապույտ փոխանցման մասին Ուկրաինայի վրա Ռուսաստանի օդային հարձակումների ֆոնին։ Գերմանիան նաեւ հայտարարել է Կիևին նորագույն հոբ համակարգեր տրամադրելու մասին։ Բացի այդ, Գերմանիան մոտ ժամանակներս Ուկրաինային կփոխանցի 33 շարժական ջերմաէլեկտրակայաններ, որոնցից յուրաքանչյուրն ի վիճակի է տաքությամբ եւ էլեկտրականությամբ ապահովել տասնյակ հազարավոր մարդկանց։ Դեռ ռուսները հարվածում էին, որ վնասային, հիմա վերանորոգելով վնասվածը նաեւ մոդեռնիզացվում է, խորհրդային կաթսայատները փոխարինվում են գերմանական արտադրության սարքավորումներով։ Այս ընթացքում ռուսական ռազմական արդյունաբերությունը կտրուկ դանդաղեցրել է տեմպերը, Կրեմլը այլևս չի ձգում նախկին ռազմական ծախսերը եւ ստիպված է կրճատել պատերազմի ֆինանսավորումը, որպեսզի տնտեսությունը չփլուզվի։ Այս մասին գրում է Bloomberg-ը, հղում անելով Ռուսաստանի պաշտոնական աղբյուրների կանխատեսումներին եւ ռուսական գերատեսչությունների տվյալներին։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից։ QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ եղեք տեղեկացված նաեւ Telegram-ում։ Եվրոպական միությունը ուժեղացրել
բարձրացրել է հակամարտությունը Մոսկվայի հետ, Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես ներառվել է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման մեջ կասկածվող երկրների սև ցուցակում, Եվրոհանձնաժողովի որոշումը ուժի մեջ է մտել հունվարի 29-ին եւ հրապարակվել է Եվրոմիության խորհրդի պաշտոնական ամսագրում, Ռուսաստանը դարձել է 30-րդ երկիրը փողերի լվացման դեմ պայքարի եվրոպական գործակալության ցանկում, հայտնվելով Հյուսիսային Կորեայի, Աֆղանստանի, Իրանի, Եմենի եւ Սիրիայի հետ նույն շարքերում։ Սա շատ կարեւոր է, որ հայ լրագրողները լսեն եւ հաղորդեն հայ հասարակությանը, ոչ թե Փաշինյանին տարօրինակ հարցեր տան, թե ինչի չի ընդլայնվում համագործակցությունը Ռուսաստանի հետ, այլ մտածեն Հայաստանի ճակատագրի մասին։ Կրեմլում նյարդայնացած են Ուկրաինան եւ Արևմուտքը սկսել են երկու կողմից ոչնչացնել Ռուսաստանի ստվերային նավատորմը, այս մասին հայտնում է Էկոնոմիստը։ Արևմուտքն ու Ուկրաինան սկսել են համակարգված կերպով ոչնչացնել Ռուսաստանի ստվերային նավատորմը, Կրեմլին զրկելով նավթի արտահանման հիմնական եկամուտներից։ Հարյուրավոր տանկերներ հայտնվել են պատժամիջոցների տակ, ենթարկվել կալանավորումների ու խոզարկությունների, իսկ ռուսական նավթը լռվել է ծովերում առանց գնորդների։ Վերլուծաբանների տվյալներով միայն 25 թվականին պատժամիջոցների ցանկում ներառվել է 623 նավ, ինչը գրեթե 3 անգամ ավելի է, քան նախորդ տարի։ Ռուսական նավթ տեղափոխող տանկերների մոտ 40%-ը արդեն պատժամիջոցների տակ է։ Ամերիկյան եւ եվրոպական սահմանափակումների ներդրումներից հետո տանկերները զրկվում են ապահովագրությունից, չեն կարողանում մտնել նավահանգիստներ եւ ստիպված են լինում երկար երթուղիներով անցնել դեպի գնորդ։ Դրանք շաբաթներով կանգնած են մնում ծովում, նման նավերի արտադրողականությունը ընկնում է 30-ից 70%-ով, իսկ փոխադրման արժեքը աճում է։ Նոյեմբերի վերջից Ուկրաինան սկսել է ակտիվ գրոհներ ստվերային նավատորմի դեմ, ըստ Էկոնոմիստի խոցվել է առնվազն 9 ռուսական տանկեր, որոնցից 7-ը ռուսական նավթ տեղափոխող նավեր էին։ Կիրառվում են ծովային եւ օդային դրոններ, որոշ հարվածներ հասցվել են նույնիսկ Ուկրաինայի ջրերից շատ հեռու, ներառյալ մինչև միջերկրական ծովը։ Վնասված նավերը կորցնում են ընթացքը եւ պահանջում են թանկարժեք վերանորոգում։ Արևմուտքի եւ Ուկրաինայի ճնշման պատճառով նավթը փաստացի լռվում է Չինաստանի ափերի մոտ, տեղափոխումը թանկանում է, իսկ Urals տեսակի նավթի զեղչը հասել է $27 1 բարելի դիմաց։ Տնտեսագետները զգուշացնում են նավթի գների անկման դեպքում Ռուսաստանը ռիսկի է դիմում հումքը վաճառել բարելի դիմաց $30-ից էլեժան, ինչը կործանարար է ռուսական բյուջեի համար։ Իրավիճակը փրկելու համար Ռուսաստանը սկսել է ստվերային տանկերները փոխադրել սեփական դրոշի ներքո, արդեն ավելի քան 30 նավ ներառվել է ռուսական ցանկում, բայց դա միայն խորացնում է խնդիրը։ Ռուսական դրոշով նավերը գրեթե անհնար է ապահովագրել, դրանք դառնում են օրինական թիրախ պատժամիջոցների համար եւ պահանջում են ռազմական ուղեկցություն, ստեղծելով հսկայական ծախսեր։ Փորձագետները նշում են, Կրեմլը ինքն իրեն թակարդ է գցում, որքան ակտիվ է նա պաշտպանում ստվերային նավատորմը, այնքան թանկ է դա նստում հենց Կրեմլի վրա։ Ինչպես դիպուկ նկատել է վերլուծաբաններից մեկը, Ռուսաստանն ավելի ու ավելի է նմանվում մի նավի, որը խորտակվում է փորձելով փրկել սեփական բեռը։ Ռուսաստանի մարզերում սկսել են զանգվածաբար դադարեցնել աշխատավարձերի վճարումը։ Ռուսաստանի Դաշնության մի քանի տարածաշրջաններ միաժամանակ բախվել են բյուջետային ճգնաժամի, Ուկրաինայի դեմ պատերազմի վրա կատարվող հսկայական ծախսերի պատճառով։ Այս խնդիրներն արդեն իսկ դիպչել են Կեմերովի մարզին եւ Խակասիային, մանրամասնում է Ազատություն ռադիոկայանը։ Ռուսաստանի ռազմական տնտեսությունը, որը թափ էր հավաքել Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի ֆոնին, սկսում է կտրուկ դանդաղել։ Ռազմական պատվերներով պայմանավորված մի քանի տարվա բուռն աճից հետո սպառազինությունների արտադրությունը 26 թվականին կաճի ընդամենը 4-ից 5%-ով, մինչդեռ նախկինում տեմպերը հասնում էին տարեկան 30-ի։ Սա նշանակում է ռազմական վերելքի փաստացի կանգ։ Գլխավոր պատճառը բյուջեի սպառումն է։ Bloomberg-ի տվյալներով 26 թվականին ռազմական ծախսերը կրճատվել են գրեթե 11-ով, մինչդեռ նախորդ տարի դրանք աճել էին ավելի քան 30-ով։ Ռուսական իշխանությունները այլևս չեն կարող անվերջ պատերազմը ողողել փողերով, եկամուտները ընկնում են, նավթը վաճառվում է հսկայական զեղչերով, պատժամիջոցները խեղդում են լոգիստիկան, իսկ պահուստային ֆոնդը գրեթե սպառված է։ Իշխանությունները փաստացի ընդունում են, որ ռազմարդյունաբերությունը այլևս չի ձգում նախկին ծավալները։ Մոսկվայում նույնպես գիտակցում են, որ հետագայում միայն վիճակը ավելի վատանալու է։ Bloomberg-ի հարցված փորձագետները խոստովանում են, որ Ռուսաստանը կանգնած է ընտրության առաջ, կամ շարունակել պատերազմը եւ կործանել տնտեսությունը, կամ կրճատել ռազմական ախորժակը։ Նրանք գտնվում
գտնվում են պատերազմը շարունակելու եւ հարկադրված նահանջի միջև ընկած խաչմերուկում, հայտարարել է Կարնեգի Եվրազիա կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գաբուևը։ Փաստացի սա նշանակում է, որ Պուտինի ռազմական մեքենան սկսում է շնչահեղձ լինել, փողերը պակասում են, արդյունաբերությունը գերտաքացած է, իսկ ռեսուրսները սպառման եզրին, նշում են վերլուծաբանները։ Այդ իսկ պատճառով Պուտինը որոշել է վերջնականապես օգտագործել ձմռան ցուրտը Ուկրաինայի դեմ որպես զենք, դե տեսնենք թե ինչքանով դա իրեն կօգնի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ անցած գիշեր էներգետիկ օբյեկտներին հարվածներ չեն հասցվել, սակայն դեռ մեկ օր առաջ մի քանի շրջանների էներգետիկ ենթակառուցվածքները տուժել էին գնդակոծություններից, բայց ընդհանուր առմամբ Զելենսկու խոսքով այժմ արձանագրվում է հակառակորդի մարտավարության փոփոխություն, ռուսական բանակը ավելի ու ավելի հաճախ է հարվածում լոգիստիկային եւ քաղաքացիական ձեռնարկություններին։ Զելենսկին նշել է, որ շարունակվում են դրոնների հարձակումները քաղաքների բնակելի թաղամասերի վրա, բացի այդ Խարկովի մարզի ուղղությամբ կիրառվել է բալիստիկ հրթիռ, ինչի հետևանքով վնասվել են ամերիկյան ընկերությանը պատկանող քաղաքացիական արտադրության պահեստները, եթե չեմ սխալվում, Ֆիլիպ Մորիսի պահեստն է թիրախավորվել։ Ռազմաճակատում անցած օրվա ընթացքում տեղի է ունեցել 279 մարտական բախում, փաստորեն 3 օր ռուսները ուժ էին հավաքում, որ առաջվա տեմպով մարտեր սկսեն։ Տեսնենք քանի օր կշարունակվեն նման տեմպերը։ Մեր լսարանը լավ գիտի, որքան շատ մարտեր լինեն, այնքան շատ ոչնչացված օկուպանտներ կլինեն։ 3 մարտի դաշտում Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ռուսական 16 կարևոր թիրախային կետերի, զավթիչները նորից ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել են Պոկրովսկի ուղղությամբ 87 գրոհի փորձով, Գուլյայպոլիի ուղղությամբ 42 գրոհ են իրականացրել ռուսները, իսկ Կոնստանտինովկայի ուղղությամբ 19 գրոհի փորձ է եղել։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը նախորդ օրվա ընթացքում լիկվիդացրել են եւս 1310 օկուպանտի եւ 708 միավոր զինտեխնիկա եւ սպառազինություն։ Պատերազմում թշնամու ընդհանուր կորուստները ըստ ուկրաինական գենշտաբի տվյալների կազմել են արդեն 1,238,710 օկուպանտ, ռելիզը ձեր էկրաններին է։ Հունվարի 30-ի գիշերը Ռուսաստանի զորքերը Ուկրաինայի վրա հարձակվել են Իսկանդեր-M բալիստիկ հրթիռով եւ 111 դրոններով, Շահեդ, Գերբեր, Իտալմաս եւ այլ տեսակի դրոններով, որոնցից մոտ 70-ը շահեդներ էին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինուժի օդային ուժերը։ Նախնական տվյալներով հակաօդային պաշտպանության կողմից Ուկրաինայի խոցվել կամ ճնշվել են թշնամու 80 դրոն, գրանցվել է բալիստիկ հրթիռի եւ 25 հարվածային դրոնների հարված 15 տեղանքում, ինչպես նաեւ խոցված դրոնների բեկորների անկում 2 վայրում։ Մեր Telegram-ում տեղադրել ենք նաեւ կադրեր ուկրաինական հարվածների տեսարաններից։ Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները հայտնաբերել եւ հաջողությամբ խոցել են թշնամու ռադիոլոկացիոն կայաններ եւ զենիթահրթիռային համակարգեր Զապորոժիեի մարզի ժամանակավորապես օկուպացված տարածքում, Սեմյոնովկա բնակավայրի շրջանում գրանցվել է թիրախի ուղիղ հարվածներ։ Մեր պաշտպանները հարվածներ են հասցրել նաեւ թշնամու կարևոր լոգիստիկ օբյեկտներին Զապորոժիեի մարզի օկուպացված տարածքներում, խոցվել է Տոկմակի մոտակայքում գտնվող թշնամու հատուկ նշանակության առանձին բրիգադի վերանորոգման ստորաբաժանման տեղակայման վայրը, Ախրիմովկայի մոտակայքում գտնվող հրետանային գնդի նյութատեխնիկական ապահովման պահեստները, ինչպես նաեւ 76-րդ օդադեսանտային գրոհային դիվիզիայի օբյեկտները Կիրիլովկայի շրջանում։ Օկուպանտների կորուստները ճշտվում են։ Իդեպ Ուկրաինան եւ Լեհաստանը համատեղ կաշխատեն MiG-29 կործանիչների արդիականացման վրա, այս մասին այսօր հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը։ Ուրբաթօրով շատ չի երկարացնեմ մեր եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները։ Ովքեր դեռ բաժանորդագրված չեն, անպայման խնդրում եմ ստուգեք եւ բաժանորդագրվեք։ Հուսամ կհանդիպենք արդեն վաղը էլ ավելի լավ նորություններով։ Բարով մնաք։